Մեկ ժողովուրդ հայրենիք պայքար։ Այս կոչով 14-ամյա Թալարը դպրոցից շտապել է Լոս Անջելեսում Հունգարիայի հյուպատոսարան։ Անկախ տարիքային սահմանափակումների Լոս Անջելեսում բնակվող հարյուրավոր հայեր եկել են իրենց վրդովմունքը արտահայտելու ադրբեջանցի մարդասպանին, Ադրբեջանին արտահանձնելու Հունգարիայի իշխանությունների որոշման դեմ։ Լոս Անջելեսում Ադրբեջանի եւ Հունգարիայի հյուպատոսարանները գտնվում են միևնույն շենքում։ Այսօր այստեղ Լոս Անջելեսի ամենաբանուկ փողոցներից մեկում հարյուրավոր հայեր բողոքում են։ Մարդասպանը հերոս լինել չի կարող։ Միացյալ Նահանգներում բնակվող հայերը այս կոչով դիմում են նախագահ Օբամային ու միջազգային կառույցներին, կատարվածի վերաբերյալ պահանջելով արդար գնահատական։ Ես ասեմ, որ անարդարությունը աշխարհի մեջ եւ իմ բարդականությունը է, որ այդ արդարությունը գեցնեմ։ Մենք որպես հայ համայնք Լոս Անջելեսում գտնվելով ամենաիսկական համայնքներից մեկում աշխարհում մենք չենք կարող անտարբեր լինենք այս հարցի նկատմամբ։ Մենք պայքարելու ենք եւ շարունակելու ենք այս պայքարը, սա ուղղակի առաջին քայլն է։ Այդ մարդասպան այդ աշխարհի մեջ ամենաանարդար տեսակն էր, ամենադաժան տեսակն էր այդ անմարդկայնությունը եւ այդպես արեցին։ Թող գերուժերը իմանան, որ այդ նավթը, այդ վարելիքը, որ տանում վառում են, անարդար մարդկանց արյան գինն է, որ վառում են, անարդար մարդկանց դատն են ծախում։ Այդպես չի պիտի լինի։ Անկախ նրանից, թե որտեղ ենք մենք ապրում, Սփյուռքում թե Հայաստանում, մենք հայ ենք եւ մեզ համար շատ կարեւոր է թե ինչ է տեղի ունենում Արցախի շուրջ։ Դա մեզ համար ամենակարևոր հարցն է այստեղ։ Կարծում եմ, որ մեր պահանջը շատ հստակ է, թե Հունգարիայից եւ թե Ադրբեջանից։ Դա մասնավորապես դատապարտումն է այս անբարոյական եւ ապօրինի քայլի, ինչպես նաեւ Արցախի ճանաչումը Հունգարիայի պարագային, կարծում եմ, որ դա նվազագույնն է, որ իրենք կարող են անել։ Կալիֆոռնիայի խորհրդանի անդամ Էնթոնի Պորտանտինոն նույնպես եկել է դատապարտելու տեղի ունեցածը։ Ինչպես կարող է մարդասպանը հերոսի կոչման արժանանալ։ Ես դատապարտում եմ կատարվածը եւ այսօր հայ համայնքի կողքին եմ։ Արդարությունը փոխել անարդարությամբ դա ճիշտ քայլ չէ։ Միացյալ Նահանգներում հայտնի փաստաբան Կարո Ղազարյանի խոսքերով տեղի ունեցածը միջազգային իրավական որևէ նորմի տրամաբանությունից դուրս է։ Այն արդարացում չունի։ Ապտակ է միջազգային օրենքներում եւ այն բոլոր երկիրներում, որ միջազգային օրենքները կհարգեն եւ միջազգային օրենքներում մասնագից, տաշնագից երկիրներ են։ Ես Ամերիկայի նախագահ Օբամային նամակ եմ ուղարկել երեկ, իրեն մե պահանջելով, որ ինչպես պիտի կրնա ինքը այս երեկո ընդունել Ամերիկայի նախագահության տեխնացությունը իր գուսակցության կողմէ եւ առանց ակնարկ ընելու այս միջազգային օրենքի խախտման, որը բոլոր այդ աշխարհի այդ շրջանի խաղաղության աստեցություն այսօր կունենա։ Բողոքի ցույցին ներկա երիտասարդները վստահեցնում են, որ շարունակելու են իրենց պայքարը, ճնշում գործադրելով թե Ադրբեջանի եւ թե Հունգարիայի կառավարությունների վրա։ Այսօր ուզում ենք միջազգային հանրությունից, որպեսզի նրանք ճիշտ գնահատական տան այս գործարքին եւ ապահովեն մեր հայ ժողովրդի անվտանգությունը։ Մեր ազգը պաշտպանելու համար եւ իրենց իրավունքները իբր մարդկային իրավունքներ, անարդար է այս ռազմին եւ պետք է մեր իրավունքները պաշտպանենք։ Ցույցի կազմակերպիչների համատեղ հայտարարությունում հստակ ընդգծվում է, որ կատարվածը իրավական եւ բարոյական բոլոր տեսակի նորմերից դուրս է։ Բողոքի ցույցին մասնակցում էր նաեւ Գուրգեն Մարգարյանի մանկության ընկերը, Գևորգը այստեղ է իր ամենասիրելի ընկերոջ մասին հուշերով եւ ամենաթանկ ու անփոխարինելի լուսանկարները ձեռքում։ Մենք պահանջում ենք այսօր արդարադատություն, արդարություն, ուղղակի աննկարագրելի է, ուղղակի մենք չենք կարող հավատանք, որ այսպիսի բան կատարվեց եւ մենք ուզում ենք, որպեսզի ոչ թե միայն Ադրբեջանը կամ Հունգարիան տեսնի, այլ աշխարհը տեսնի եւ դատապարտի։ Արմինե Ամիրյան, Ռոբերտ Խաչատրյան, US Armenia, Los Angeles։